Ծնվել եմ 1972 թվականի փետրվարի 24-ին, այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Արցախի, Մարտակերտի շրջանի Ձմակահող գյուղում, պատմական Վաճառ գյուղաքաղաքն է դա, միջնադարում անմիջապես Մետաքսի ճանապարհի վրա է գտնվել։ Իմ մանկությունը շատ նման է Մաուգլիի կյանքին։ Ես էությամբ եմ այդպեսին եղել։ Տնից փախնող, գիտեք, որ մայրս մանկավարժ էր, ինքը ուզում էր, որ երեխան այսպես կոկիկ, խնամված եւ այլն սպիտակ գուլպաներով սանդալիկներ, այսպես մայիչկաներ, ինչ որ բան, ուղիղ 2 ժամ հետո, երբ որ ես տնից դուրս էի գալիս, ես արդեն ոտաբոբիկ էի, որովհետև գուլպաներս ու սանդալներս գետը քշել էր, կամ էլ թողել էի ինչ-որ ծառի տակ, չգիտեմ։ Լուսահոգի տատս, մենք իրեն բաբո էինք ասում։ Լուսահոգի տատս ամբողջ օր այդ ձորերը սարեր ընկած գոռում էր Արտուր, Արտակ, Արսեն, դե ամենափոքրը Արսենն էր, մենք իր թաթիկից բռնած էինք բան, մենք որ Արցախից տեղափոխվեցինք, Արսենը դեռ շատ փոքր էր, բայց զարմանալիորեն Արսենն էլ է հիշում։ Շատ բաներ է հիշում, ես նույնիսկ զարմանում եմ, 3 տարեկան ա եղել, բնության հետ, բնության մեջ, դրա համար ամենավառ հիշողությունները դրանք են։ Ես այնպիսի հետաքրքիր բաներ եմ հիշում, տատս դե սովետական միության սերունդ էր, բնականաբար, հավատքից, կրոնից ու չգիտեմ աղոթքներից անտեղյակ մարդ, բայց տատս իր աղոթքները ուներ, որ ոչ մի հոգևոր գրականության մեջ չկա, աստվածաշնչում էլ չկա, դա իր աղոթքներն էին, ինքը նույնությամբ, բայց ասում էր դրանք։ Արսենը ծանրաքաշ երեխա էր, 6 կիլո է ծնվել Արսենը, եւ մարմնով եւ լեզուն, որ բացում է երեխայի լեզուն, ինքը շատ ուշ քայլել է եւ շատ ուշ խոսել է։ Իմ բաբոս սարսափելի անհանգիստ էր, որ երեխան չի խոսում, ու գրկում էր մեզ, Արսենին գրկում էր, մենք էլ մեր թաթիկներն էլ բռնած 3-4 կիլոմետր այսպես սարերով մեզ տանում էր Գանձասար, Աստծուց խնդրելու, որ իմ բալայի լեզուն թող բացվի։ Ու երբ որ Արսենի լեզուն ի վերջո բացվեց, տատս ցնծության մեջ էր, ասում էր այերի կապուտ, վերևի կապուտ էլի։ Արցախից տեղափոխվեցինք 1979 թվականի վերջին ամիսներին, արդեն ձմեռ էր, տեղափոխվեցինք Հրազդան, դա այն ժամանակ համընդհանուր մղում էր, մարդիկ բոլորը ձգտում էին դեպի արդյունաբերական կենտրոններ, որտեղ աշխատանք կար, որտեղ ապրելը հեշտ էր, եւ դա այն ժամանակ կարծես իրերի բնականոն ընթացքի մեջ էր։ Առաջի դասարանը ես Արցախում մեր գյուղում սովորեցի, երկրորդ դասարանից արդեն Հրազդանում, դրանից հետո ապրել ենք Հրազդանում, բայց երբեք ոչ մի դեպքում, ոչ մի տարի մեր կապը մեր հարազատ գյուղի, մեր ծննդավայրի հետ չի կտրվել։ Մենք բոլոր ամառային արձակուրդները հունիսի 1-ից մինչև օգոստոսի վերջը, այսպես, մեր գյուղում ենք եղել, մեր հոպարների, մեր հորաքույրների խնամքի տակ, մեր պապական տանը, որտեղ իմ փոքր հորեղբայրս էր իր ընտանիքով ապրում, դա կարծես մեր տունը լիներ։ Դպրոցը ավարտեցի, ընդունեցի ինստիտուտ Արցախում ու սկսվեց պատերազմը։ 91 թվականին, երբ արդեն ռազմական գործողություններ կոնկրետ սկսվել էին տարբեր տեղերում, այդ ժամանակ Արցախում ապրող ամեն մարդ, կին, տղամարդ, երեխա, ծեր, զինվոր էր, իր ձևով էր զինվոր, այսինքն զինվոր լինելը, երկիրը, հայրենիքը պաշտպանելը, դա ոչ թե գովելու, մարդուն մեծարելու ինչ-որ առիթ էր կամ չգիտեմ, այլ էություն էր, այդ ժամանակ էությունն էր դա, ոնց փոխվեցինք մենք, ինչքան փոխվեցինք, ինչի համար փոխվեցինք, ես որ հիշում եմ այն տարիները, երբ ամբողջ Արցախը մինչև Գանձասար գրավել էին, Ստեփանագերտը ռմբակոծվում էր, ամեն Աստծո օր, ծանր էր, բայց մարդիկ տոկացին, մարդիկ պայքարեցին ու հաղթեցին։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին բոլորի համար պարզ էր, որ սա պատերազմ է։ Արսենի հետ զանգեցինք, խոսեցինք, ասացի ապեր ինչ ենք անում, ոնց ենք անում, պետքա գնալ, ասեց միանշանակ իհարկե պետքա գնալ։ Իր նախկին զորամասը, որը հատուկ ջոկատայինների զորամաս էր,
Արսեն այնտեղ էր ծառայել։ Այդ զորամասը համախմբվել էր 5 ծառայողներով, իրենց դեսանտնիկներով, այսպես ասեմ, իրենց հրամանատարի նախաձեռնությամբ։ Ու ասեց գնում ենք ու գնում ենք միասին այդ էական չի գնալու ենք սենց են գնում ու 2 օր պատրաստվելուց հետո արդեն Արցախում ենք մեր բատալյոնը հստակ առաջադրանք ուներ պաշտպանելու մատաղիս լուլասազ այսպիսի տեղանք կար այնտեղ ճանապարհային խաչմերուկ կա հերթափոխով մեր ծառայությունն ենք կատարում 24 ժամ հրետակոծության տակ ես պատերազմի դաշտից արված նկարներ չունեմ ֆոտոներ չունեմ եւ չէի սիրում երբ որ ուրիշներն էին նկարում այդ նկարը ինձ հետո մեր տղաներից մեկն է տվել մի սարսափելի տեսարան ուրեմն արտ ծորենի արտ է հնձած արդեն ծորենը հավաքած դե հոկտեմբեր ամիսնա չէ այս խաղաղ այսպեսի գեղեցիկ արտ է որի եզրին դեպի ձորը որի տակ ճանապարհն է մեր խրամատներն են խրամատներից նկարված է բզկտված արտը ու մի հոգի մի հատ զինվոր է կանգնած ամբողջությամբ ինչքան աչքդ կտրում է արկերի փոսեր սևացած արտերի մեջ ցանց իրենք ոչ թե խփում էին հակառակորդի զինված ուժերին կենթանի ուժին էին խփում իրենք տարածքն էին վառում իրենք հողն էին այրում ամբողջությամբ գիշեր ցերեկ մահվան սարսափ ասեմ չգիտեմ ինչ ասեմ ամեն շվացող ամեն այդ արկի հետ որ դու զգում ես օդում արկ կա նրանք տարբեր ձայներ են չի անում անընդհատ մտածում ես սա իմն է բայց մի հետաքրքիր բաներ էլ ասեմ սովորում ես զգացողությունը որ արյունդ երակներիդ մեջ ոնց որ ջուր է դառնում դու այնքան անզոր ես այնքան փոշեատիկի պես ես այդ սարսափելի չար հզորության դիմաց ինձ համար կրկնակի ծանր էր եղբայրս հետս էր անընդհատ մոտս էր մեր հրամանատարները մեզ երբեմն նույնիսկ կոպիտ որ իրար հետ տեսնում էին կոպիտ տղամարդավարի բան հերրու մնացեք իրարից արա իրար մոտ մի մտեք նույն փոսի մեջ մի մտեք չեք հասկանում դուք հերրու մնացեք իրարից բան ես դրանից չէի վիրավորում դրա մեջ հայրական հոգատարություն կար գիտես ոնց որ ճակատագրի բերումով ասեմ նախախնամության պլանավորմամբ ասեմ չգիտեմ ինչ ասեմ 95 թվականին երբ որ ինստիտուտից անմիջապես հետո ավարտելուց անմիջապես հետո ինձ զորակոչեցին պարտադիր զինվորական ծառայության ես գնացի ծառայեցի Նուբարաշենի բրիգադում այնտեղ իմ անմիջական հրամանատարը Ռոբերտ Ղուկասյան անունով մայոր էր ազատագրական բանակի զինվոր է եղել Լեոնիդ Ազգալզյանի զինվորն է եղել ինքը իմ անմիջական հրամանատարն էր իմ ծառայությունս ավարտելուց զորացրվելուց հետո երբ ես արդեն վերադարձա քաղաքացիական կյանքի դրանից 2 տարի հետո Արսենին են տանում բանակ Արսենը արդեն ուրիշ զորամասում է ծառայում եւ հրամանատարը նորից Ղուկասյան Ռուբոն է կոչումով զինվորական կոչումով հայ տղամարդ հայր իսկականից հայր 44 օրյային երբ որ մենք պատրաստվում էինք գնալու մեր բատալյոնը մեր գումարտակը այսպես ասեմ հա ձևավորել զինել պատրաստել է երջանկահիշատակ կոմանդոսը Արկադի Տեր-Թադևոսյանը երբ որ մենք գնացինք այնտեղ որ հավաքագրում էինք եւ այլն գնացինք տեսանք մեր հրամանատարը որտեղ որ ում հետ որ մենք պետք է գնանք պատերազմ նորից Ղուկասյան Ռուբոնը գումարտակի հրամանատարը արդեն Թադևոսյան Միշան էր Միշա Թադևոսյան էլի զինվորական բազմավաստակ իրենք են հրամանատարներն էին որ հրետակոծության ժամանակ պարկում էին քեզ վրա ոչ թե քեզ մոտ էին պարկում այլ քեզ վրա էին պարկում որ դու չվնասվես ամեն դեպքում ինձ համար ահավոր ծանր էր գիտեք մեծ եղբոր սինդրոմը մարդու միջից երբեք չի անցնում դու կարող ես լինես 90 տարեկան փոքր եղբայրդ 85 բայց նա քո փոքր եղբայրն է դու նրա համար պատասխանատու ես ինքը ով ուզում է լինի դրա համար որ Արսենը ինձ մոտ էր ես Արսենի համար էի դողում ավելի շատ որովհետև ես
շատից քչից ոնց ենք ասում, չէ, քիչ թե շատ տեսել էի այդ ամեն ինչը դեռ տարիներ առաջ 90-ականներին, ես այդ հոտը, մահվան այդ զզվելի հոտը, այդ որ ես դա տեսել էի, զգացել էի, մասշտաբներն էին անհամեմատելի, բայց ես գոնե մի քիչ ծանոթ էի, Արսենը չէ։ Ու ես երբեք չեմ մոռանա այդ օրը, երբ նույնիսկ մի պահ ես հասկացա, որ գուցե մենք այլևս չկանք կամ կիսատ պռատ կանք, այսպես։ Երբ հերթափոխի ժամանակ գիշերը, որ գնում ենք փոխելու մեր ընկերներին, մեզ ֆիքսեցին ու սկսեցին խփել նույն այդ կետին, որտեղ որ մենք էինք։ Պատսպարվեցինք ճանապարհի կողքերով այդ հոսող անձրևաջրերի այդ արվի մեջ, իրար հետևից այսպես բան, իսկ իրենք խփում էին ոսկերչական ճշտությամբ։ Արկը պայթեց էս իմ ու Արսենի շատ մոտ, մետր ու կեսի վրա ու սենց կիսատ պռատ ասֆալտի ճանապարհ էր ու պայթեց ասֆալտի վրա։ Դա 5 անգամ ավելի սարսափելի է, զանգալով այսպես հողի մեջ երբ պայթում է, հողը այդ հարվածը կլանում է որոշ բան, բայց ասֆալտի վրա զնգոցով պայթեց, ես Արսենին իմ դիմաց օդում տեսա, այսպես։ Ասեցի վերջ, սաղավարտը ծռված Արսենի, ինքը սենց բացակահայացքով, որտեղ ոչինչ չի լսում, բայց նայեցինք, տնտղեցինք, ոչինչ չէր կպել, բայց ինչպես հետո պարզվեց, դա շատ թանկ նստեց Արսենի վրա, որովհետև դրանից հետո ուղիղ 2 տարի Արսենը անդադար վիրահատությունների մեջ էր, լուրջ տրավմա էր ստացել, բնականաբար, որ հրազենային ինչ-որ վերք չկար, բան չկար, ինքը նույնիսկ հոսպիտալ էլ չգնաց, խորհուրդ տվեցին, ուղղորդեցին, ասացին գնանք հոսպիտալ, տազը, այս մեծ կոնքոսկրը դեֆորմացված է և դրա հետևանքով մեծ հոդերիտ խնձորակները էքսցենտրիկ աշխատում են ու 3 անգամ վիրահատություն տարավ, չգնաց հոսպիտալ, ասեց, ճիշտն ասած գնացինք, մի օր գնացինք հոսպիտալ, գնացինք, որտեղ ստուգվի, միգուցե չի, տեսնենք ինչ են ասում, արդեն ձեռնափայտով էր ման գալիս, ցավեր ուներ ահավոր, որ գնացինք, մտանք հոսպիտալ, դե նոր էր այդ բան, որ մտանք հոսպիտալ, տեսանք ինչ վիճակ է հոսպիտալում, նայեցինք իրար առանց բառ ասելու, ուղղակի շուռեկանք բան արեցինք, Արսեն ասեց, այս վիճակում այդ երեխեքը այնտեղ կիսատ, այդ կիսված երեխեքի մոտ ես չեմ գնալու, շոուերս հանեմ, ասեմ, ես բան եմ արել, ալիքի տակ եմ ընկել, չգիտեմ, ես փառք Աստծո, ես իմ վիրահատությունը ինքս կանեմ, ու այդպես էլ արեցինք, 3 վիրահատություն տարավ, հիմա փառք Աստծո, հիշեցի մի դեպք, որ մեզ Երևանի զորամասերից մեկում, երբ զինում էին, զրահաբաճկոն, սաղավարտ և այլն, և զենք էին տալիս, որ մենք անմիջապես պետք է գիշերը ճանապարհվենք Արցախ։ Իդեպ ասեմ, մեզ տարան այն զորամասը, որտեղ իմ տղան էր ծառայում այն ժամանակ։ Երբ որ ավտոբուսը գնում էր, Արսենին ասեցի, Արսեն, նայ ասի, ինձ թվում է մեզ տանելու են Հարութի զորամասը, որտեղ որ Հարութն է, Արսենը ծիծաղելով ասեց, սրտիդ ուզածը իրականության տեղ ես մատուցում, չեմ տանում են Հարութի մոտ, իսկ Հարութին ես չէի տեսել, ուղիղ մի ամիս էր, որ ինքը ծառայում էր, ու տարան Հարութի զորամաս, Կովիդ էր, տղայից ճանապարհից հետո մենք դեռ չէինք տեսել իրեն։ Մենք գնացինք, բնականաբար ես իրեն գտա, ինքը եկավ իր երեխեքի հետ, իրեն գիշեր-ցերեկ աշխատում էին երեխեքը, որտեղ զորամասն էր զինում կամավորներին։ Գալիս էին այդ կամավորները, շատերը զենքից ու բանից անտեղյակ, զրահաբաճկոն հագնելու ձևը չգիտեն, այդ երեխաներն էին, բոլորին զինում, իրենց չափսով ընտրում ամեն ինչ բան, այսինքն ինձ ու Արսենին զինեց իմ տղան, որ այդ զորամասում էր։ Հետո երբ որ մենք գնում ենք, ես ամբողջ ճանապարհին աղոթում էի, ասում էի Տեր Աստված, լավ, այստեղ կյանք ապրած տղերք ենք, էլի բոլորս հիմա պատերազմ է, մենք չենք ընտրել, մեզ հետ ինչ լինում է թող լինի, բայց երեխեքին ձեռ չտան էլի, իսկ երեխեքը չքնած, սոված, առանց քնելու իրանք աշխատում էին, նույն իրանց սպաները, այդ պատասխանատու սպաներից մեկը կարծեմ մայոր էր, եկավ մոտեցավ մեզ, երևում էր, որ այս մարդը ոտի վրա մի կերպ է կանգնում, էլի, չքնած, դեմքից թափում է այդ տանջանքը, բայց հնարավորինս կոկիկ զինվորականի բանով էս ինքն էր զենքերը բանանում, կանգնած էր, որ տղերքից ով մոտենում էր զենք ստանում էր, ասում էր արի արա,
արի վերցրու, արա այդ բան չի, այդ տղամարդավարի վերցրու այդ ավտոմատը, բան, այսենց էլ խոսում տղերքի հետ, վերցրու, էդի պատվով զենքա, ինքդ կբերես կհանձնես, լսում ես արա, այսենց էլ, ինքդ կբերես կհանձնես, ասես տղերքի բան ասում ենք, այս չոբան արա, ասում ենք, կամավոր տղերք են, արա, պատերազմ են գնում, այս տղերքի 100%-ը գիտեն, որ իրանց 50%-ը չի գալու գոնե, այսի ձևի արա, դա սպայի պահված կա, ես այնտեղ հասկացա այդ մարդը ինչ էր ասում, ինքը չէր կոպտում, ինքը ավելի շատ օրհնում էր, իր օրինակներ տալիս, ասում էր, հիմա ոնց վերցնում ես, ինքդ կբերես կհանձնես, ինքդ կբերես կհանձնես, ասում են, մարդը պատերազմից դուրս է գալիս, պատերազմը մարդու միջից երբեք դուրս չի գալիս, ով թեկուզ մի օր մարտական դիրքում կանգնել է պատերազմի ժամանակ, ով թեկուզ մի օր ընկերություն է արել իր զինակից որևէ ընկերոջ հետ, դրանից հետո իրենց ճանապարհները տարբեր են, դա ուրիշ զգացողություն է, զենքի ընկեր ուրիշ զգացողություն է, քո մարտական դիրքը ուրիշ հայրենիք է, ու այդ պատերազմը քո միջից երբեք դուրս չի գալիս, եթե ուզում ես մոռանալ այդ ամեն ինչը, ինքդ քո ներսում կարծես ինքդ քեզ դավաճանում ես, այդպիսի բան է պատերազմը, պատերազմը սարսափելի բան է, բայց պատերազմը այնքան լավ բաներ է սովորեցնում, այնքան արժեքներ է ստիպում գնահատել, ինչպիսին իրենք կան։ Պատերազմը սովորեցնում է, որ աշխարհում ամենաթանկ բանը մորթին չի, որ դրանից բարձր բաներ կան։ Քաղաքացիական խաղաղ կյանքում մենք դա երբեք չենք զգում, այնտեղ զգում ես։ Մեզ թվում էր, թե մենք անում ենք ամեն ինչ, ինչ մեզնից կախված է, համենայն դեպս, չգիտեմ, այն ժամանակ այդ ենք կարողացել, այդ ենք արել։ Ինձ թվում է, թե այդ պատերազմի ելքը որպես ողբերգություն ամենաշատը ինձ համար է ողբերգություն, որովհետև ես չեմ կարողանում համակերպվել, ես չեմ կարողանում հաշտվել այդ մտքի հետ, որ իմ հարազատ գյուղը, իմ ծննդավայրը, այն հանդերը, այն սրբավայրերը, որ ես պաշտում եմ, ես այլևս չեմ տեսնելու ու չեմ էլ ուզում նրան հավատալ։ Ես չգիտեմ, ասենք, մարդկության բորենիները այնտեղ ինչ կթողեն, ինչ կավիրեն, ես չգիտեմ, բայց եթե իմ հարազատ գյուղում նույնիսկ մի ծառ էլ մնա այնտեղ, որտեղ որ այդ ծառը եղել է իմ մանկության տարիներին, դա արդեն իմ հայրենիքն է, իմ ծննդավայրն է։ Ես չեմ կարող համակերպվեմ ամենակարևոր այդ մտքի հետ, ես չեմ կարող համակերպվեմ, որ կարող է այսպես էլ մնալ։ Ես գիտեմ, որ այսպես չի մնալու։ Ես ավելին ասեմ, ինչ կարողանամ անելու եմ, որ այսպես չմնա։ Ես գնալու եմ իմ նախնիների գերեզմանին դեռ։ Ես անպայման խունկ եմ ծխելու իմ բաբոյի գերեզմանին։